Անցանք, հետո մանուկ անգամով, էսի երևի 4 էսի 4 նախ է։ Okay. Այ, ախպեր ջան, առաջ հերթին բացեցինք մենք նորից մեր պրոյեկտը, ճիշտ է։ Հետո, ինչ ենք անում։ Նախ, պետք է որ մենք պրոյեկտը նորից run անենք, ճիշտ է։ Ինչից է։ Բացում ենք տերմինալը։ ng server կանում։ Մինչև ինքը ng server-ը մենք գնանք հասկանանք ինչ ենք անում։ Պրոյեկտը սրանն է, չէ՞։ Չէ։ Պրոյեկտի մեջ չես, դե cd պրավել my ու tab-ը սխմել։ Tab, չէ, my-ը սխալ գրիչ, նա y։ Պրավել, tab, հետ գնա, tab սխմել։ Այն սլակներով նշանով կարելի հա մտի ինտերնետը ու run-արա։ Պրոյեկտի մեջ չի։ Եղավ։ Միշտ հիշի, բան, երբ որ ուզում ես իրան ինչ-որ չգիտեմ, օգտագործես, հա։ Ուրեմն պարտադիր պետք է իրեն run անելուց առաջ նայես, որ պապքի մեջ ես գտնվում։ Բայց դե точно երբ է user desktop project։ Դե project, բայց քո պրոյեկտը project պապքի մեջի my պապքի մեջ էր։ Հա։ Պատկերացրինք։ Yes.
գնաց։ Okay, ինչ ենք անում։ Եթե հիշում ենք տնայինի մեջ հասել է որ ունենում ենք մի հատ զանգված, ճիշտ է։ Եկեք օրինակ զանգված, այս մեր զանգվածի անունը կդնենք colors։ Որը որ հավասար էր սրա, ճիշտ է։ Բայց ընդ բանը չնշենք ինչ է։ Ջան, հա, պետք է նշենք, հեսա նշում ենք։ Բայց ոնց ենք հասկանում, թե ով է, ով աղբերն է։ Առաջ հայացքից ինքը զանգված է, ճիշտ է։ Այդպես է կփոխենք սա։ Կանք ստեղ էլ տանք, չէ, պարտադիր չի կանք, ինչ այս տարբերակներն եմ ասել, ես սա որս պետք է անենք։ Զանգվածը ճիշտ է։ Զանգվածը իր այստեղ ունի օբյեկտ մեջ, ճիշտ է։ Օբյեկտը իր մեջ ունի color, որը որ string է։ Ու ունի value, որը էլի string է։ Հա? Всё, էս իմ ինտերֆեյսն է։ Էս է մեջի օբյեկտը։ Կոնստրուկտոր։ Տարբերակներն է, կամ այդտեղ կամ ներքև։ Հաջորդը ինչ ենք անում։ Կոնստրուկտոր ունենք։ Նախ գնանք հələ այս հասկանանք ոնց ենք տպում, հետո գնանք այստեղ հասկանանք ինչ ենք անում։ Ասել էի որ պրոստը սպանների նման տվեք, ճիշտ է։ Okay։ Նախ մի հատ div ունենանք, իր մեջ սկսենք աշխատել։ Սպանների մեջ պետք է տպենք, ճիշտ է, այս իր տեքստերով։ Սպանին տալիս ենք ինչ ng4-ով նկարենք, ճիշտ է։ Հա, ասում եմ ng4 plate item of colors։ Բայց colors-ը բանի մեջ։ Հա, չէ, դες բանի մեջ, հա, չէ, ձևով չարելվա, ձևով բանի մեջ։ Ինչի՞ է։ Հիմա ինչ։ Շեշտերես item-ը ձևով բանի։ Երբ որ ուզենամ անուն նկարեմ, հա, բայց ոչ թե item-ը։ Ոչ թե item-ը։ Այլ item-ի մեջի colors-ը պետք է նկարեմ։ Հա։ Այստեղ item-ի մեջի color-ն եմ նկարում։ Արի գնանք browser, տեսնենք browser-ում ինչ ունենք, հա։ Localhost 4200։ Ասում խնդիր ունես։ Parser or blank expression are not allowed in integration string at column 1։ Տեղն է ասում, nav component HTML-ի երրորդ տող, հա։ Գնաց տեսնենք ինչ տառասխալ կամ ինչ գրել է, ինչ ենք խախտում։ Nav component HTML, հա, nav-ի մեջ։ Արի հասկանանք ինչն ենք սխալ գրել, որտեղ մի բան явно դու է կարևոր բրաուզերը չճանաչ։ Ստեղ ունենք մի քանի warning-ներ, հա, կարող է warning-ներից խնդիր տա, բայց չեմ կարծում իրականում։ Հա, հələ մի հատ refresh անենք։ Բացենք կոնսոլը, տեսնենք արդյոք կա այդ խնդիրը դեռ։ Չէ, հասցրել է կարող run անել իրան։ Նա, չունենք խնդիր, հաստատը, ճիշտ է։ Red, green, blue, հա, սաղ կա, ճիշտ է։ Հիմա արի գնանք գունավորենք, ոնց պետք է գունավորենք։ Տալիս եմ, չէ, ng style։ Ու ինչ եմ տալիս ng style։ Դա ասում եմ որ color-ը item-ի get value։ Կարի գնանք տեսնենք աշխատա։ Աշխատա։ Հեշտ էր։ Ու արագ, հուսա, վալերը չի ուղարկել, տիկոն ուղարկել է, բայց չեմ նայել, դեռ կնայեմ տիկոնին, թե տիկոն ոնց է արել։ Հաջորդ խնդիրներն էր, որ պետք է այստեղ ունենայինք մի հատ set interval, ճիշտ է։ Ու set interval-ի միջոցով ինչ էինք ուզում անենք։ Գույները փոխենք, ճիշտ է random-ով։ Random-ով գույները փոխելու համար ինչ կարամ անեմ։ Էդի գանված մեջ ենք։ Market color անենք։ Color ասում եմ։ Հələ փորձի անենք։ 2-3 րոպե ժամանակ եմ տալիս։ Նախ այս մասը փորձի նախ անես, նկարես։ Հետո շարունակենք։
Հա։ Հա, կարի։ Okay, եկեք արի հիմա բան անենք, փորձենք այդ random գույներին ստանանք։ Նախ, կոնստրուկտորը որպես շատ չծանրաբեռնենք, կոնստրուկտորի մեջ կարանք, հա, okay, այս գործողությունը անենք, որպես կոնստրուկտորը շատ չծանրաբեռնենք, հələ կոնստրուկտորին մեր հանգստանանք։ Նախ, մի հատ մեթոդ մշակենք, հա, որ այդ random գույները կսարքի, ասենց ասած, հա, random generate տան այդ ամենը։ Օրինակ, generate random color, հա, մի հատ մեթոդ ենք սարքում։ Այս վերադարձնելու է մեզ string, հələ որ ոչի բան չեմ գիտի, բայց վերջում հեսա կասեմ ոնց ենք անելու սա ստեպքերը։ Так, ոնց ենք գեներացնելու թազա color։ Գիտենք, չէ՞ որ գույները նախ սկսում է անտականիշով, թվեր ունի ու տառեր ունի նաև։ Ճիշտ է։ Դրա համար կներառենք մենք այն բոլոր նիշերը, որոնք որ հնարավոր է color սարքելու համար։ Էդի կարանք ինտերնետից էլ իմանանք, կարանք այնքան շատ օգտագործված լինենք, որ հիշենք էլ զուտ բոլորք են օգտագործում։ Չէ, այդ բանդականի 3.0.4 դրում դիք չէ, որովհետև մենք պետք է սարքենք, եթե եղած գույները պետք է փոխենք։ Թե ուզեղածն է, բայց ես ասել եի բանը random գույներ ստանա, random նշել էի random։ Okay, դրա համար կասենք const ոնց ասենք, տառեր ոնց է, լավ, տառեր որոնք հավասար են, կարա լինի 0, չէ, կարա լինի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, ճիշտ է, ու կարա լինի 6-ատառ A, B, C, D, E, այսքանը հերիք։ Հետո, ինչ ենք անում, ասում եմ let color-ը հավասար է, ինչ-որ մեր data տառը, ճակերտ, բանտականիշ, for կֆռամ, for կֆռամ, let in հավասար է 0, in փոքր է տառեր get length-ից, չէ, տառեր get length-ից որ անենք, չէ, տառեր get length-ից չենք կարող անենք, մենք դիվը գեներացնենք, իսկ գույները կարող լինեն մինչև 6-ը, 6-ից ավելի բան չես կարող գրես, այսինքն կարաս գրես օրինակ չգիտեմ, ոնց է, չէ՞ ստեղ տված, 3 հատ է, 3 հատ էլ կարաս ավելացնես ու ոչ չես կարող ավելացնես չկա։ Գողի։ Okay, այսինքն փոքր 6-ից տնենք։ Փոքր է 6-ից։ 9 պլյուս պլյուս։ Ինչեր քին է։ Հերիք է, գույնը ստանալու համար։ Կասեմ color-ին, այն որ վանտականիշը մենակ, հա, պլյուս հավասար է, letters-ի, տառերի, տարերի, չէ, ոչ թե երորդ է, թե երորդ անեմ, random չի, map, get floor, abes, market random, բազմապատկած, ինչով բազմապատկին, ինչի վեցով, օրինակ, ոնց է աշխատել, բեին մեկ որ լինի, արդեն չի աշխատել, հələ հաշվի քանի հատ կար սիմվոլում են վերևը, ճան, ուշի կարանք տարերի լենգ էլ տա, արի տանք տարերի լենգ, տարեր, լենգ տնա, բայց ինդեքսը չի պետք ստեղ, տարեր կետ լենգով, ճիշտ է, որպեսզի սա օգտագործեմ, սրա վերջնական տարբերակ, կամ վերևը փոփոխական հայտարարեի, ճիշտ է, կամ կարամ օրինակ return անեմ color-ը, հա,
այսինքն string-ը հետ վերադարձնում։ String-ը չէ color-ը։ Նշանակում այս ֆունկցիան դες փոփոխական ինտերֆեյս ենք տվել, չէ՞, type ենք տվել։ Որ ինքը array-ա, որ ինքը իր մեջ կա օբյեկտներ, որ SS k-եր, ճիշտ է։ Նույնը ֆունկցիաներն է։ Ֆունկցիաներն էլ իրենց հերթին ունեն իրենց տիպը։ Թե ինչ տիպ է։ Այն ֆունկցիաները, որոնց մեջ որ return չկա ոչ մի բան արած, այդ ֆունկցիաները իրանց տիպը void է։ Այդտեղ գրվում է այսպես void։ Հա, այսպես է գրվում void։ Բայց այստեղ խնդիր է տալիս, ասում եմ return է տալի, բայց ֆունկցիան ասում ես որ void է։ Դրա համար տալիս ենք այն ինչը որ ինքը հետ է վերադառնում, այսինքն string։ Հա, անի որ թիվ վերադարձել կտայի Թիվ է վերադարձել կտայի number։ Հաջորդ, հետո ինչ ենք անում։ Հետո, ախպեր ջան։ Հետո ինչ ենք անում։ Հա, մեզ պետք է որ հələ զանգվածի մեջ ամեն մեկի համար առանձին սարքենք դա։ Դրա համար ինչ ենք անում, ասում ենք randomize colors։ Այսինքն վերևի օբյեկտը randomize անենք։ Տես իրան հələ ոչ մի բան չեմ տվել։ Ինչ եմ անում, for եմ ֆռում նախ, վերևից զանգված item of colors։ item-ի get color-ը հավասար Item-ի value, item-ի item value հավասար item get value հավասար this generate random color։ Այս արեցինք, ինչ որտեղ կանչելու ենք իրան որ աշխատի։ Մեզ պետք է որ ինքը 5 վայրկյանը մեկ աշխատեր, չէ՞, set interval։ This get randomize color։ Կանչ։ Ու տալիս ենք որ 5000 միլիվայրկյան։ 5000։ Արի գնանք դրանք։ Այս սպասենք դրանք աշխատում։ Աշխատեց։ Հա։ Գնացինք հետ։ Հիմա մեզ պետք է որ ինչ-որ մի հատ պահի այնց անենք, որ այս բանը անընդհատ փոփոխումը, իր փոփոխումը անընդհատ ինչ-որ մի պահի դադարի։ Set interval-ը կտանք։ Լավ, սարքում ենք մի հատ բաթն։ Ասում ենք stop randomizer։ Անուն դերն ենք stop randomizer։ Կլիկ անենք կանի։ Բաթնը եկավ։ Հիմա որ կլիկ անենք stop randomizer-ի, այդ 1000 սարքի։ Անանց ոնց որ կա։ Հա։ Դրա համար մեզ պետք է կլիկ անենք։ JavaScript-ի մեջ մենք անցել ենք ոնց կարանք կլիկ կապենք բաթնին, չէ՞, դոնում ենք օգտագործում, չէ՞, query select-ը բան։ Այստեղ պետք չի։ Այստեղ արդեն ունես դու այդ բաթնը։ Ուղղակի այստեղ նախ արի գնանք մի հատ մեթոդ սարքենք։ Կլիկի։ Հա, որ այդ randomizer-ը stop անի։ Չէ, հələ ասա գրենք stop randomizer։ Մեթոդը սարքենք։ Արի այստեղ մոռացանք իրան։ Տես այս randomizer colors-ը կանչել եք, չէ՞, գրել եք ֆունկցիան, չէ՞։ Ոչ մի բան չի վերադարձնում, չէ՞։ Void-ը։ Նույնը ստեղ, ոչ մի բան ինքը հետ չի վերադարձնում, stop անելու, void-ը։ Հիմա, որպես այս set interval-ը դադարեցնենք, նախ իրան պետք է դրսում ունենանք հայտարարել, ճիշտ է։ Գրում ենք interval։ Так, իր type-ը, ինչ է իր type-ը։ Ո՞վ է իր type-ը, բայց կան նա իրար։ Չէ։ Ահա, կարող է ստեղ ուրիշ առնել։
ինքը TypeScript-ի մեջ մի քիչ ուրիշ ձև է, հա։ Տես իր տիպը այսպես կարող return type of set interval այսպես կարող կանենք իրան։ Այսինքն եթե type-ը չգիտես, ստիպես, ուսա։ Չէ, ոչ չգիտենք, հենա գրել ենք։ Չէ։ Ասում ենք ինքը return-ը իր type-ը, set interval։ Հա? Տեսեք, դեպքեր կա, ֆունկցիա է, ասում ես վերադարձնող ֆունկցիա։ Բայց ինչա ֆունկցիան։ Ոչ ենք կարող օրինակ։ Հատո փոխանակենք, type-ը տանք սա ֆունկցիա, ասենք կարող։ Ասենք ինչ կոնկրետ ասենք։ Ոնց վերևը չենք կարող ասենք, որ պրոստը ինքը array է, նույնն է ստե։ Դե ասենք կոնկրետ ինքը ինչա ու ինչա անում։ Այստեղ չենք ասել, որ array է, մեջն է։ Ասել ենք օբյեկտ է, օբյեկտի մեջ էլ ինչ կա։ Հա? Գնացինք առաջ։ Վերագրենք ինտերվալը, set ինտերվալի մեջ, որ հետո կանենք clear ինտերվալ տանք։ Ճիշտ է։ Stop randomizer-ի մեջ կասեմ, ինչ կասեմ, կասեմ clear ինտերվալ, DC get ինտերվալ։ Հետո գալիս եմ ստեղ, ասում եմ click, այս հենց ագրվում, click եմ ստեղ։ Click ու կանչում եմ stop randomizer-ը։ Կանչում եմ։ Արի գնանք դրանք կաշխատի։ Թող մի հատ թողվի։ Թողվեց։ Stop randomizer-ը սխալել։ Ինքը չի աշխատել։ Clear ինտերվալը։ Չէ, բրտը։ Հիմա լավ, արի հասկանանք ոնց է, չէ, որ օրինակ այդ event list-ը եք անում, ու մեջի event-ը տպել եք, չէ, link-ը կամ։ Արի ստեղ էլ գնանք սպույլենք դա։ Ստեղ event-ը դոլարի նշանով է գրվում։ Դոլար event պետք է փոխանցենք իրան։ Հացածը։ Դասի։ Այսը գրեմ։ Արի գնանք մի տեսնենք այս event-ը, տես, պահում եմ վրան, ինչ ասում, ասում է expected 0 argument, պատկոտ 1, ասում ես այս ֆունկցիան, որ դուք PS-ում սարքել եք, argument է սպասում, argument չի սպասում, բայց դու ստեղից argument ես խրվում, ասում ոնց կարա error է տալիս, չէ, դրա համար գնում ենք, ստեղ ասում ենք argument-ը event-ը, կարս ենք type-ը n, հələ n ենք թողում, n-ին ինչա իրանից ներկայացնում, տեսեք, n-ին տալիս են են դեպքերում, երբ որ չգիտեն ինչեր կարող լինի իրա տիպ։ Պատկերացրինք։ Երբ որ չգիտեն, ոչ մի տիպի չեն կարող հասկանալ, թե իրա տիպը ինչ կարող լինի։ Այդ դեպքերում տալիս են են։ Բայց n-ի համարյա չեն տալիս, որովհետև մենք միշտ համարի գիտենք, թե ինչ կարող լինի, դա շատ քիչ դեպքերում ամրային։ Հիմա արի տպենք հələ event-ը ու տեսնենք ինչա event-ը։ Log event տպեցինք pointer event տես ասում է pointer event անունը հա հիմա եթե ես գամ ստեղ տամ օրինակ անունը pointer event իրա տիպը էդ բարձա արի մի հատ pointer event ու սենդի քորիշ event-ներ ունենք մենք տես ստեղ վերևը ամենավերևը որ մենք բարձրանանք միացնենք common module-ը տեսնես արամ սովորացրել է common module օգտագործման ձևը
Տես, այսքան բան ենք, չէ՞ օգտագործել, ng for, ng style, ng if։ Այս ամեն ինչը որ կա, գոյություն ունի մի հատ մոդուլի։ Տես վերևս մեջ common-ից է նա, չէ՞։ Այս ամեն ինչը արդեն կա մի հատ մոդուլի մեջ։ Եթե զգում ենք, որ օրինակ, չգիտեմ, արդեն շատ ենք օգտագործել այս common-ից, որ արդեն 7-8 հատ common-ից բան ենք օգտագործել common մոդուլի մեջ։ Ինչ ենք կարող անենք նաև, ասում ենք common մոդուլը բերել։ Այսքան ջնջում։ Այս ինչի համար ենք կարող մենք առանձին օգտագործենք, որովհետև հեշտացնում է մեր գործը։ Հա? Հիմա։ Արի իշտենք այդտեղ common մոդուլի մեջ ինչ է։ For, if, հա։ Ինչա։ Դրա մեջ ինչ բան է։ Common մոդուլի մեջ ամեն ինչ մտնում է։ For, ng if, սա common մոդուլի մեջ է։ Գրենք ինչ։ Դե բայց common մոդուլի մեջ ինչքան ծավալում մոդուլային իրավիճակը ասում շատ բառեր։ Դու հիմա ավտոմատ սենց արում։ Պատկերացրու այդքան սա բերել ես ալ։ Կոմպոնենտը սկսում է ծավալանալ։ Когда ты на forest-ը մեջ է, դու Խոսքի եթե մի հատ for դու օգտագործես, այսքանը բերես հետո ինչ անես։ Պատկերացրու, չէ՞։ Հիմա բայց քանի որ քիչ է, թողնում ենք այնպես ոնց կա։ Բայց այդտեղ տերմինալի մեջ մենք տվեցինք pointer event, չէ՞ իրար։ Ինքը ինչ ասում, ասում mouse event այնքը, որովհետև click է, չէ՞։ Եթե click-ը mouse-ն է, մեկնիկն է, ճիշտ է։ Ասում տվել ես pointer event։ Սխալ է, գնա փոխի դարձել mouse event։ Գնացինք ներքև։ Հուշում է տերմինալը, error-ները, սա մեզ հուշում է։ Հա, տվեցինք mouse event։ Իջանք ներքև, խնդիր չունենք։ Եկանք ստեղ, խնդիր չունենք։ Պատկերացրինք։ Ոստեղ հիշում ենք, տեսինքը object-ն է։ Որտեղ է գրում։ Տեսինքը pointer event-ի մեջ է այդ object-ը մտնում։ Պատկերացնում ես։ Հիմա ոնց կարանք իմանանք ինքը ինչ տիպ է։ Type of-ով կարանք ստուգենք ինքը ինչ տիպ է։ Արի sign-ի դնենք։ Type of type of event. Ասում object։ Ոչ մի դեպք չենք կարող մենք իրականացնել։ Չէ՞։ Բայց մենք այդ event-ները, որ օգտագործում ենք JavaScript-ը, որ օգտագործում ենք event-ների հետ աշխատում, ճիշտ է։ Հստակ գիտենք, որ mouse-ը click-ը, չէ՞։ Դուրս mouse-ը։ Ապչունի որ այստեղ մենք կոնսոլում դերում ենք pointer event-ի պրոդուկտը։ Հիմա օրինակ եմ համար, արի գնանք, չգիտեմ։ Սա հետ վերևը։ Հիմա արի գնանք, գիտես ինչ անենք։ Այստեղ click-ի փոխարեն ինչ օգտագործենք։ Mouse over-ը օգտագործենք։ Որ բան անենք, mouse over-ը դա hover-ն է։ Գնացինք արի։ Հա։ Այս դեպքում մենք ասում ենք mouse event։ Տես։ Այս մեր բրաուզերը ինքն էս չի որ ասում է սխալ է։ Ճիշտ է, բայց ինքը քանի որ mouse-ի վրա է, կապ չունի կատեր ինչ։ Դրա համար over-ի դեպքում հասկանում եմ որ ինքն է գնացել։ բայց մի որ կնես մեկ դոմենի գոհտար ու սրանով տա, ինքսի գելան ու քաշել։ Հա ոչ չէ, mouse։ Բայց այդտեղ օքեյ, արի մի հատ լավ փոխենք նորից հետ բերենք, տեսնենք էլի ինչ ասում ես։ Click-ի դեպքում։ Արի գնանք, փոխենք գրենք pointer event։ Ասում այս template-ից կապի ժամանակ քեզ պետք է mouse event-ը որ օգտագործես։ Ասում հա, ասում կապ չունի որ pointer event-ը ստուգում դունդը։ Հա? Ասում բայց mouse event-ը օգտագործես, որ մեջը քեզ լիքը բաներ դու ունենաս։ Այսինքն, երբ որ դու ուզենաս ինչ-որ event-ի մեջից բան կա որ օգտագործես, դիպ է սխալ տված է, հա? Կարող այդ մի քեին դոս պատկերացրիր։ Հələ շատ ենք առաջվելու սրա այդ։ Այս click կապելու ձևը, ոնց կարացանք մենք click կապենք ու click-ի գործողություններ անենք, հա։ Սա ամբողջությամբ ապրում է ստերից։ Մենք ընդեղից տալիս էինք այդ event list-ը նրճակերտների մեջ էինք ավելացնում, այս դեպքում ավելացնում ենք ստեղ, պրոստը click ենք գրում ու գնացինք առաջ։ Հա։
Այս մասը հասկացա եւ վերջը գնանք առաջ ուրեմն Տվեք ափսոս, որ ստեղ չեն, չգիտեմ, դեռ ինչքանով պատկերացնեմ, դե որ ստեղ նստած ախր հարցեր են ունենում, հարցեր են տալիս կողմը։ Տունը որ նայում են վիդեոն, հարցեր տալու հնարավորություն չունեն։ Так, ինչ դայրեկտիվներ ունենք, Կուկյան։ Որ փոփոխումը չի ստրուկտուրի ոչ ստրուկտուրի Պես, էլ ոչ ստրուկտուրները որոնք։ Ոստորը այս բանը ng կոնտեյներն է, Ահա, կոնտեյները որ էլեմենտ չի ավելացնում, այս բանը որ բանը ինտեղ չի փոխվում էլի, բանը ավել էլեմենտ չի ավելացնում։ Իսկ մնացածը այն որ ստրուկտուրները փոխվում։ ոչ ստրուկտուրներից հիշում եք, որ Այս ստայլը այսինքն ինքը ինչ անում, ինքը պրոստը գույնն է փոխվում, էլեմենտ չի ավելացնում։ ստայլերի, CSS հատկություններ, կլասներ ավելացնել բան, չէ՞։ Okay, հիմա, դες այս ամեն ինչը որ մենք արեցինք, չէ՞, այստեղ, այստեղ ես։ Բնականաբար, եթե մենք սկսենք մի քիչ շատ կոմպոնենտներ, մի քիչ շատ փոփոխականներ ունենանք, հա, որոնք որ Հիմի import for component կա։ Այդ ուշքան որ սարքում ես, այդ կոմպոնենտների քանակն է, որտեղ դրա մեջ պատմում։ Նա այնտեղ որ հիմի import-ը select է դրանից։ ահա, Հիմի այն nav component չէ, այլ nav component ոչ ուշքան սարքեցին դեռ հետո դրելու է։ ապով։ Եթե օգտագործել ես։ Թե չես օգտագործում, չէ, բնականաբար։ Նա այս տիպը սարքենք, չէ՞։ Հիմա պատկերացրա, որ սենց լիքը բաներ ունենք, կոմենտ միշտ ստեղ չենք գրել, որ այս կեյդում, այս կեյդում, չէ՞։ Դրա համար գոյություն ունեն առանձին ֆայլեր։ Ոնց ենք այդ ամեն ինչը կազմակերպում, հա, առանձին ֆայլեր ասած։ Դες այս մեր APP-ն ամենագլխավոր կոմպոնենտն է, չէ՞, որի մեջ որ գցում ես ինչ որ սարք։ Այս մեր SRC-ի մեջ, բացի այս APP-ը, պետք է ունենանք մի հատ նոր ֆոլդեր։ Ну, բացառություններ լինում են իհարկե, հիմա որ APP-ի մեջ են անում, բայց հիմնականում մենք անում ենք SRC-ի մեջ։ Այստեղ APP-ի մեջ կարող կազմակերպել։ Հա, պատկերացրիր, թե քանի որ լավ կոմպոնենտները դրա APP-ի մեջ է, մի level-ի վրա մենք կարող ենք APP-ի մեջ անենք։ APP-ի մեջ սարքում ենք մի հատ նոր ֆայլ, նոր պապկա, անունը դնում ենք interfaces։ Interfaces-ի մեջ սարքում ենք մի հատ ֆայլ, անունը դնում ենք colors.interface.ts colors.interface.ts Ինչ ենք անում, ստեղ ասում ենք, որ մեր export ենք անում, նախ սարքում ենք մեր interface, interface-ները սարքվում են ISK-ով, ասում interface, հա, տալիս եմ interface-ի անուն, ասում color interface, որը որ իր մեջ ունի color, string, հա, Մետադար ենք ինտերֆեյսների անունները, ու ունի value, որը էլի string է։ Հիմա ոնց անենք, որ այս color ինտերֆեյսը տանենք ընդեղ օգտագործենք։ Այս ուրիշ ֆայլի մեջ է։ Import անենք, Նախ մինչև import անելը ստեղից ինչ պետք է անենք։ Export պետք է անենք։ Նույն կլասների լոգիկան է։ Հիշում ենք export import։ Ստեղից export ենք անում իրար։ Export արեցինք։ color-ը անում Գնացինք այս մեր component, այս օբյեկտը ջնջեցինք,
մեջը դրեցինք color interface։ Ստեղից սիրուն import ենք անում։ Ինքը որտեղից է դες գնացել է բաբքի մեջից դուրս է եկել ու interface-ից վերցրել է արդեն color interface։ Всё, այսքան բան։ Մենք այդպես բաների համար մենք առանձին պատկանում ենք, տարբեր վերսիաներ դիփորձեն, եթե շատ եղավ։ Դες օրինակ ամենը random բարի սնկնած խնդիր։ Ամեն անգամ, երբ որ այս randomizer-ը color-ը փոխում, բացի color փոխելուց, արի գնանք նախ interface-ի մեջ բան ավելացնենք։ Այս մեր interface-ը, չէ, interface-ները կարող ենք առանց դրակետից միանգամից ստանանք իրան, հա։ Կարող ենք կարող չդնենք, բաշտը իրան սենց են փակում։ Բայց ամեն դեպքում կարող ենք սենց գրենք ու մենք հանդիպ չենք ունենա։ Interface-ը այք որովհետև ինքը object չի որ ասես դրակետի իր առանձին ֆայլը, առանձին փոփոխական չասեմ interface-ը, հա, սա միանգամից պատկերացնենք։ Իրան փոփոխական որպես այդպեսին չպատկերացնենք, որ ստորակետով քիչ առանձնացրենք։ Արի մի հատ նոր cable մտածենք մենք իր համար, որ ամեն փոփոխության դեպքում ինքը նաև հաշվի տե քանի անգամ է փոփոխվել կոդը։ Դեպի ուրեմն կարելի կարաչնի։ Այդ բանը դες Որոնք դեռ կմիշկա հետո այդ կոզում ավելացնենք։ հատուկ հարցը դեպի բանը։ Ասում ենք այդ change count ու number-ը։ Գնացինք ստեղ, գալիս ենք, այս for-ը որտեղ որ ֆռացել ենք, ճիշտ է։ Բացի այն որ generate արել է, նաև ինչ պետք է անենք։ Պետք է ասենք if եթե item-ի get value կա, չէ, value չկնորես։ Change color-ը, եթե change count-ը եթե կա, ուրեմն item-ի get change count-ը պլյուս արա։ Եթե չկա, item change count-ը հավասարին 1։ Մի անգամ փոխվում է։ Գնաց։ Ու մեր console log անենք, ամենավերջում ենք, որ stop-ի վրա սխմում ենք։ This get colors։ Տպենք, տենանք ինչա կատարում։ Որ մեր կատ փոխվի։ Բես սխմենք դես։ Կարաս ասես, ոնց է ասել բանքը։ Դերքան սպասել։ Չենք սպասել մի րոպե։ Արի դերորում դες ինչ անենք, որ ավելի պատկերավոր լինի մեր համար։ Ստեղ չենք դեպի։ Դեպենք ստեղ։ Գնացինք։
կալես։ Անտիկիներ Գալ դուս։ անորմալ Հա, պատկերացրին պես ոնց է։ ջոյ բավարար ժամանակաշրջան անցավ Ճոս։ անցավ Ինչի։ Ստոպ ռանդամայզեր։ Պատկերացրին ոնց է աշխարհը։ հասկացա Հիմա փորձի գիտես ինչ, այս ես ստացել ես կոմոդ արդեն։ Հա։ Այս բանը արել ես կոմոդ։ Դե արա։ Այս ինտերֆեյսը պակա սարքի մեջ է դիրել ինտերֆեյս սարքի։ Ինչ վերականգնես Ասես ուզում։ կոնստրուկտորի տանական generate following
Yeah. Այդ բանը դուրս հասա մակետնով ծառայ Can. Mesela yok etmez. Նայեք, Հրավերտ իջին եկտերը Կարդը անհանությունները դրամատին որը ռենդոմայզերի մեջ է խնդիրը։ Կարամի գիլաս կոլորի կարկաշը, բայց կոլորի Ահա փոփոխականություն ես հայտարարած։ Այդ ներքը տնջեները կահարը շորգիստեղծում կդիլի Միքչերի չի Նայենք, վերացավ է տեղը, Անես
Gate random Postărăm colorul picant. Nu știu, este running color cash. Çok gibi anlıyor gerekir. Anlıyorum. Anlıyorum ki pekala çok geçilir. Cevap çok düşünüyorum. Havasar çektiğinin karakter çiğ ki objektif aras havasar. Eksporta gidiyor. Evet. Export kadrosu falan gibi. Export. Neden? Abi. Tavsiye ettim. Açık davra sıkıdan. Modelin interfeysi evet. Bir çevrenin var o kısa değeriz falan Amerika çıktı mı import sağladığını? Certo, thinking about interface. Interface vedere balas importante. Import itin modulleri komponentleri. Onun forumda komponenti mi? Is vedere important. Buradaki kullanıcı banesleri important. Ha?
կլինի տարբեր ինտերֆեյսներ, կլասներ, հա, որ տարածքները իմպորտանտ, բայց այս իմպորտը դեռ կապ չունի։ Դա հաջորդը ինչ ենք անում ախպեր, հետի նկարելուց հետո։ Так, էդի նկարելուց հետո եղբայր ջան։ Այս մեր HTML-ում։ Անենց ենք անում, որ երբ որ կլիկ անենք օրինակ սպանի վրա, այսինքն այստեղ, երբ որ մենք կլիկ անենք այս լուբոյի գույնի վրա, որ ինչա պետք որ կատարվի, այդ գույնը պետք է անհետանա, պետք է չնկարվի, այստեղ չնկարվի, հենց կլիկ անենք պետք է կորի։ Հա, որի վրա կլիկ անենք կորի։ Մեկից սպանի մեջ չգրենք։ Սպանենք կլիկ գրենք սպանի մեջ։ Այո, գրենք կլիկ ու գործողություն թե ինչ անենք որ ինքը կորի։ Մի հատ այդ բանի մեջ Կարան ասեմ ինչ կարան կանենք։ Կարան ինտերֆեյսի մեջ փոփոխություն անենք, այսինքն եթե թազակի է պետք է զոհվենք կարողացնենք դրանք օգտագործենք։ Նրանք զանգվածի միջից ջնջենք ու դες լիք խառը բաներ կրական։ Մի հատ լուգոյ լուծում։ մեթոդ սարքենք։ Տան բանի, նո մեթոդ սարքենք, որ կլիկի ժամանակ անչանք։ Այդ բոլորը փոխի բանը, զրոյի։ Կամ ինչ-որ ուրիշ item կետ վարդում, հավասարի զրոյի, հենց կլիկի բանն ազերը։ Այդտեղ կլիկ գրենք ու հավասար թողալի այդ մեթոդ բանը, մեթոդը կանչենք։ Փոխի Դեք դուք ելեսի, հեսա 10-10 վիդեո նայում եք, փորձ ունեք մի հատ ստանանք այս խնդիրները, ինչ որ ունեք անում, հա տեղում։ Որ մեր չի որ նստեք վիդեո նայեք, պրոստը նայեք ինքնետորները, որոնք են պրոստի հազա նորություն դերակա։ Այս բարությունները անում ենք բոլորով միասին։ Վիդեո նայում եք, մենք բարություն դիված, սկսում ենք անել բարություն։ Այս կան գիտիկալով, Նրանք այս color interface-ի սարքա հա, բաս։ Ինտերֆեյս։ Ուր աստեղ իմպորտ արած ինտերֆեյս։ Տեսնում ես ինչ-որ մի բան որ օգտագործում։ Սև դեմ, մեթոդ։ Այս լամպաշին դերին, այդ լամպաշը ավտոմատ կարող ես իմպորտ անել, հենց ახლა իմպորտ կդիվել։ Բայց դիմանանք այդ դեպքում ոնց անենք իմպորտ իրար։ Ասում եմ իմպորտ Այդտեղ դի։ like color interface. Ապից ռուսը եկի գնացել այն պատկեր, ֆայլը որտեղ որ էդի է։ Կա։ Էդի տենց ախպեր ջան։ Մոտիվացիա սնվում։ Էդի արա։ Դուք էլ արեք, ինչ է եկա։
Երևում Հաստատ որ ստացվել է։ Պրոտիպը պետք է ստացվի, բայց չի։ Կամ էլ այս կոնստրուկտորի մեջ նոր գրել եմ դրանից է։ Կոնստրուկտորը վերջնի աշխատում է, էդիկ չի։ Այդ stop մեթոդ եմ սարքել, return անում string, մեջը մի հատ կոկական ունի է։ Ես ինչի համար է սա։ Այսի ես մեթոդը սարքել եմ նրա համար, որ ունդեղ կլիկ անեմ, վայրումերը փոխվի սարքել։ Դեսկով սրա միջի վայրումերը, փոխվի, դառնա, այս որ գույնը չարաչ։ Ինչ գույնը ուզում է դառնա։ Այդեն չի։ Այ ոնց ենք անում։ Դες կլիչինի, թե Դες բանը հուշել է, ամեն ինչ կարող փոխեք։ Так, առաջինը որ հասկանանք ոնց ենք անում, այլ մի հատ կլիկ կապենք ստեղ։ Ասում ենք կլիկ detect, այսինքն գտնենք color, detect color։
color։ Ստեղից մի հատ պարամետր պետք է ես փոխանցեմ, որ այնտեղ հասկանամ ինքը որ երրորդի վրա է գտնվում։ Դա արի գնանք այս detect color-ը հայտարարենք մեր մոտ։ Detect color։ Հիմա ստեղ, տես, այս item-ը ստեղ նկարել եմ, ճիշտ է։ Ու ստեղ էլ եմ օգտագործել, ճիշտ է։ Այսինքն ինքը ամեն տեղ իմ հասանելությունն ունեմ, չէ՞ ես իրան։ Այսինքն կարամ ես այս item-ը ստեղից փոխանցեմ։ Արի գնանք այնտեղ ասենք, որ քեզի բան եմ գրելու ստեղ։ Ստեղ ասում եմ օրինակ item, իր տիպը ինչ է իր տիպը, արի գնանք նայենք։ Object չի։ Իր տիպը այս մեր սարքած թազա ինտերֆեյս, ճիշտ է։ Ինչ անկերկև, ասում եմ քո տիպը սա է, եղբայր չի։ Լոգ եմ անում item-ը։ Արի գնանք ստուգենք։ Եկավ օբյեկտս։ Սաղի վրա աշխատում է։ Հա? Հիմա, ինչ ենք անելու։ Կգամ ստեղ, սրա մեջ, կասեմ, որ քո hidden-ը false-ը։ Հենց սկզբանը hidden-ը false-ը ասում։ Ստեղ ամեն քլիկի ժամանակ, կասեմ, որի վրա որ քլիկ եղավ, item-ի կետ hidden-ը թող հավասարի թվի։ Ինչա ասում ինքը։ Ասում է, չես կարա իրան թռտաս, որովհետև իր type-ը, ասում է false-ը, որովհետև մենք ստեղ իրան վերագրելուց, պետք է բուլյան իրան, որ ինքը կամ true կամ false, ոչ թե false։ Եթե տվել էի false, ինքը մենակ false կարա լիներ։ Ու քանի որ նախնական ես ինած ոչ մի արժեք չեմ տվել, կտամ optional լինի։ Արդեն օքեյ աշխատում է, ճիշտ է։ Արի մի հատ գնանք console log անենք, որ տեսնենք, console log dc-get colors արի տպենք, սաղ տպենք, որ տենանք ինչը փոխվեց մեջը, ինչը չէ։ Black-ի վրա կլիկ եմ արել։ Տես, black-ի վրա hidden-ը թռու է, մնացածի վրա չկա։ Yellow-ի վրա եմ կլիկ անում։ Yellow-ի վրա էլ ավելացավ, մնացածի վրա չկա։ Ոնց կարանք այդ ամեն ինչը կազմակերպենք։ Կամ պետք է գամ ստեղ if-ով ստուգեմ, որ ցույց չտամ, չէ՞։ Տես, եթե ես if-ով դնեմ ստուգեմ ստեղ, մենակ ցույց չեմ տալու փաստացի իրը։ Իսկն էլեմենտը լինելու է, ուղղակի մեջի գրվածքը չի լինելու։ Ճիշտ է։ Դրա համար ինչ ենք անում։ Այս ամենավերևը, սարքում ենք մի հատ ng container։ Հիշեցինք ng container-ը ինչ էր։ Ինչ էր ng container-ը։ Directive-ը, որը որ էլեմենտ չի սարքում մեր համար։ Հա։ Վերացական էլեմենտ է մեր համար ինքը։ Այս մեր for-ը, որ ֆռացել ենք, տեղափոխում ենք սրա վրա։ Հեսա կասեմ ինչ։ Հեսա տանում ենք սրա մեջ։ Հա։ For-ը հանում ենք ստեղ, սրա վրա է։ Ասում եմ ng if ասում եմ, եթե item-ի get hidden-ը false-ը։ Այսինքն չկա կամ, հա, կամ false-ը կամ չկա իր։ Գնացինք, տեսնենք ինչ ունենք ստեղ։ Ինչ ասում։ Ասում է can find ng if հա։ Ինչի համար ng container-ը չի բանա։ Չէ, ng if-ը, որովհետև ինչ չեմ արել։ ng if-ը վերաբերյալ է ինչ ասում։ ng if գնացինք։ Կլիկ արեցինք, կորավ։ Կլիկ արեցինք, կորավ, կլիկ արեցինք, կորավ, կորավ, կորավ։ Հա։ Արի նաև հենց անենք, որ երբ որ սրբենք այդ stop randomizer-ի վրա, բացի այն, որ ինքը stop անի, նաև հենց անի, որ սաղ էլեմենտները հետ կան ու երևան։ Ոնց կարանք դա անենք։ Ասում եմ for each տալիս եմ ստեղերը ես get colors։ Հա։ Այստեղ հարցերի մեջ տալիս ենք իր ինտերֆեյսը colors-ի ինտերֆեյս։ Դες դաժե ստեղ ենք տալիս ինտերֆեյս։ Անպայման։ Որտեղ օգտագործեցինք ինչ-որ փոփոխական, ուրեմն ինքը ունի հաստատ բան, ինտերֆեյս։ Որտեղ ինչ փոփոխական ունեցանք, նույնը ստեղ, տես։ Այստեղ է պետք է տանք։ String։
Տերն է տալիս Որտեղ string, փոփոխական դրեցի, որտեղ փոփոխական այնտեղ տիպ։ Այդտենց կարանք առաջնորդենք, որ չմոռանանք ոչ մի տեղ տիպերը օգտագործենք։ Այստեղ ասում եմ իմ էլեմենտի get hidden-ը հավասար է false-ի։ Բայ։ For-ը from սաղինը false եմ սաղում։ Գնաց։ Ջնջեցի, այդ արանքում randomizer-ս աշխատում է, ջնջեցի, stop սխմեցի, всё, սա հետ եկա։ Նորից կարանք սկսենք։ Ու կարանք ստեղ լոգիկա գրենք, որ այս set interval-ը նորից աշխատի։ Հա? Ոնց ենք անում, ստեղ էս վերցնում ենք, ստեղից անում ենք։ Սարքում ենք մի հատ մեթոդ, ասում ենք resume interval։ Դնում ենք մեջը, ստեղից ասում եմ dc get resume interval, ստեղ վերևը խնդիր ունեց արդեն, ինչի համար խնդիր ունեց, կարաս ասես։ Ասում է ինքը արժեք չես վերագրել իրան, տալիս եմ ստեղ սրան, բայց ստեղ ստոպ անելուց առաջ, հիմա տես ինչ ենք ունենալու, խնդիր ենք ունենալու, նա հիմա աշխատում է, չէ ինտերվալը, աշխատես չէ, նա երբ որ ես իրան ջնջում եմ, ուր էր, ջնջում եմ ճիշտ է, ստոպ սխմեցի ճիշտ է, հիմա երկրորդ անգամ եթե ես ստոպ սխմեմ, ոչ չենք ունենալու ստեղ, հա, հաստատի չկա, բայց այս գործողություն անելուց առաջ ցանկալի ամենք ասենք, որ գիտես չկա, if dc get ինտերվալը եթե կա, կարինով քեզ այդ բախ ջնջենք։ Նորից, ջնջեցինք, ստոպ սխմեցինք, ու ստեղ, երբ որ մենք նորից կանչում ենք, չէ, ռեսումը, կոնստրուկտորի մեջ, նաև որոշել ենք, որ իրան կանչեինք ստեղ, չէ, բայց ստեղ կանչելուց առաջ էլ, պետք է ստուգենք if, եթե dc get ինտերվալը չկա, սա չկայի զնակը կդնենք, resume ինտերվալ, որովհետև եթե կա, անընդհատ այդ նույն ինտերվալը չի կարելի նորից գեներացնել սարք, գնացինք թեստի, ջնջեցինք, մի անգամ թող աշխատի, ստոպ արեցինք, հիմա էլ չի աշխատում դեռ, սպասում ենք, որ չի համոզվենք, որ ինտերվալը չի աշխատում, նորից սկսենք ջնջելը, ջնջեցինք, հեսատես նորից աշխատելու է ինտերվալը, աշխատի, արի հիմա կոնսոլ լոգ անենք, տեսնենք ինտերվալը, log this get interval մեկ, երկու, աշխատում է, չէ հելը, աշխատում է, ստոպ սխմեցինք, տեսինք էլի կա, դրա համար իրան, որպեսի բացի են, որ clear ենք անում ինտերվալը, ok, clear եղել է, բայց այս ինտերվալը դեռ կա, արի գնանք այդ clear-ի մասին այն, ուրա, clear ինտերվալը, չէ անում, ասում եմ dc get ինտերվալը, հավասար է, ստեղ էլ գալիս եմ, այստեղ, ասում եմ գիտես ինչ կա, կարաս դու նայ եղնես, նալ, չէ, ստեղ, տես ես առանձին տիպա, սա առանձին տիպա, հիմա գնացինք նորից, սպասում ենք մի հատ աշխատի, աշխատում է, ճիշտ է, կլիկ արեցինք, գելի աշխատում է, ստոպ արեցինք, սպասում ենք մի քիչ, չի աշխատում, չէ, նորից սկսենք ջնջել, սպասենք տեսնենք աշխատում արդեն, աշխատեց, ճիշտ է,
նորից ստոպ ենք անում, նորից կայանում։ Պատկերացրու, չէ՞ ոնց է ինքը աշխատում։ Ուրեմն այսօր ինչ սովորեցինք вообще մենք։ Այս քլիկ կապելու լոգիկան հասկացանք։ Քլիկ կապելուց բացի մենք ունենք այստեղ էլեմենտ, որը որ կարողացանք մեթոդի միջոցով փոխանցենք։ Այս է սովորեցինք, չէ՞։ Այսինքն եթե մենք այստեղ ցանկացած մեթոդ բան փոփոխական օգտագործել ենք ունենք հասանելիություն, քլիկի միջոցով կարող ենք հասցնենք this կոնկրետ մի հատ էլեմենտ, չէ՞։ Ու կարողացանք այս ամեն ինչը ինտերֆեյսի ձևով անենք, ինտերֆեյսի միջոցով անենք։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Տես, մենք ունենք զանգվածի մեջ ինդեքսներ, չէ՞։ Այն for-ի մեջ որ օգտագործում ենք, ինդեքսը կարող ենք իրան հասկանալ։ Բա ոնց անենք, որ օրինակ ստեղ էլ հասկանանք, թե օրինակ ինքը որ երրորդ էլեմենտն է մեր համար։ Դե color-ի քառակուսի երրորդ ուր է, ինչի երրորդ։ Ճիշտ ես ասում, որ երրորդն ուր է։ Այստեղ let item of colors ենք արել, չէ՞։ Դրա տեղը կարող ng4-ի տեղը for-ի չէ։ Այստեղ ուրիշ գրելադեր չունենք, էսա։ Էսա։ Հա։ Բայց ինքը հավելյալ հնարավորություն է տալիս մեզ ինդեքսներ ունենանք։ Դնում ենք get ստորակետ, հայտարարում ենք փոփոխական, ենթադրենք i, որը որ հավասար է ինդեքսի։ Այս ինդեքսը տակից փոփոխական է, որը որ ng4 օգտագործելու դեպքում հայտնվում է ինքը, հա։ Դու չես տենում, բայց ինքը կա, եթե ուզում ես կարողանում ես այսպես օգտագործես իրեն։ Հիմա կարանք ստեղ նաև մենք ինդեքսներ փոխանցենք, ասենք i։ Ին փոխանցել եմ ստեղ։ Հա։ Վեր բացի դրանից մի հատ էստեղ գրենք index, այսպես index վերջակետ i։ Հա։ Հիմա տես տակը գծել է։ Որտեղ ստեղ չունենք մենք i։ Գալիս եմ ասում եմ index, type number ասում եմ։ Ու տպում ենք console log in։ Մի հատ console log-ին ենք, index-ն ենք տպում։ Բայց ինչ ունենք։ Index ունեմ։ Այստեղ index-ն դրել եմ։ Այնտեղ որ հասկանանք որ տարբեր է, այնտեղից ինչ փոխանցել ենք, պարտադիր չի որ նույն անունով ստեղ գրենք։ Պատկերացրինք, բրտիկը հերթականությամբ աշխատում։ Այդ պետք է հիշենք։ Հա, ստեղից ցանկացած փոփոխական ինչ փոխանցում ենք մեթոդին։ Կարևորը հերթականությունը ճիշտ տանք։ Հա, ինքը ստեղ կապ չունի մենք ինչ անուններ կտանք արդեն։ Ինդեքսը տպենք, արի տպենք նաև item-ը։ Ու արի տպենք console log dc colors-ի in index-ը։ Հա։ Գնաց։ Հա, ինդեքսները տեսնում ես, չէ՞, 0 1 2 3 4 5 6։ Այս detect color-ի մեջ էինք արել, detect color-ն էլ քլիկի ժամանակ հայտնում, չէ՞։ Հիմա դա արի console log-ի ուշադրություն դարձնենք։ 6-րդ ինդեքսին եմ քլիկ արել, ճիշտ է։ Բացեցինք։ Նման են այս օբյեկտներն իրար։ Նույն օբյեկտներն, չէ՞։ Հա, ինչի համար նույն օբյեկտները, որովհետև այս item-ը նույն colors-ի index 3-րդն է։ Որովհետև ես նույն ինդեքսն եմ, չէ՞, այստեղ փոխանցել։ Հա։ Այսինքն կարող ենք երկու ձևով օգտագործենք։ Օրինակ, եթե մեզ պետք է ալնում զանգվածի միջից, չգիտեմ։ Նախ արի սկսենք նրանից, թե ոնց ենք զանգվածի միջից ջնջում որևէ էլեմենտ, հա։ Split-ը ինչ էր անում։ Հա, չէ, կներես split-ը բանը, string-ի ծախսն է։ Splice-ը միակը splice Split-ը ինչ էր անում։
Սպլիտը կտրտում է, չէ՞։ Որովհետև Բայց ինչ է կտրտում։ զանգվածը ըստ թվերի պարամետրի կտրում սարքում Սպլիտը։ Դե ստրինգներ կտրտում։ չէ, ստերինգներ կտրում սարքում Իսկ ստեղ օգտագործում ենք սպլայսը։ Սպլայսը, որ այդ պարամետր դիտան, Օրինակ կարող ասել դիսի get color-ի, չէ՞։ Get splice index ասում մի հատ։ Բայց լավ գնանք հեսա ստուգենք, դենանք, բարինատ տակից տպեք դիսի color-ը, ստան ասպասի մակրենք, սրանց ինքը տպում ապայլվում ու տակից մի հատ, գնանց refresh ենք անում, կլիկ ենք անում, սպասում ենք, կտրե հանել եմ, չէ՞ մեջից արդեն չկա, 6-րորդը չկա, տես, ես էլ եմ կտրում ես, տես հաջորդ մեջ հեսա հաջորդ ենք տեսար, այսինքն ինքը ինչ արե, ռեֆերենսս կար, ճիշտ է, որովհետև ինքը ամեն անգամ փոփոխություններ անում, կտրում էր մեջ, պատկերացրենք, ոնց կարանք այս փոփոխականները մեթոդի միջոցով տեղափոխենք ստեղ, հա? Բայց դերի ընդհանրենք, որ NGF-ով չենք անում, այս NGF-ը պետք հանենք հələ վրայից, if-ը հանենք վրայից, ու if-ը հանենք, մեկ էլ գանք ես հանենք ստերից, ուրեմն ինքը առհասարակ իր մեջ ունի մի հատ սենց ասած hidden գաղափար, տես hidden-ը թրվեն չէ սարքում, հիմա ոնց անենք, որ ուրիշ մի հատ միջոցով կարողանանք անենք անենք, որ ոչ թե էլեմենտը ջնջենք, այլ hide անենք էլեմենտը, փակենք էլեմենտը պրոստ, օրինակ display նանենք, չէ՞ take display նան, ոնց կարանք այդ ամեն ինչը կազմակերպենք, այս կլիկ արել, մեթոդ սարքենք, որ display ինչ անենք, մի հատ մեթոդ սարքենք, հա մեթոդ ինչ անենք սարքենք, որ կլիկի ժամանակ փոխանցվի այդ բանը, դե բայց ունենք մենք ստեղ ամեն ինչ արդեն, չէ՞, որ քլիկը ունենք, մենք քլիկը չենք ինչ է սպանում, չէ՞, ու սպանի մեջ էլ մենք գիտենք, որ բանը, ինչ անունը, պրոսը, օբյեկտը, ինդեքսը, hidden key-ը թրվենք սարքում, այսինքն քլիկ են արա արդեն, հիմա էդի օգտագործելով ստեղ փորձենք ուրիշ բան անենք մեր անցածով, դες օրինակ color-ը փոխում ենք, չէ՞, color ենք տալիս ng style-ը, ուրիշ էլ ոնց կանանք ng style-ով գործողություն անենք, կամ ng style-ով չէ, ուրիշ բան, կանանք display-ը ասեցից փոխենք, չէ՞, ասար, տես, ստեղ կարեմ օրինակ մի անգամից, այսից, ասեմ, display-ը, display, ասեմ, եթե item-ի get hidden-ը կա, թողնի display-ը նան, հակառակ դեպքում թողնի block, չէ, block չի, inline է իրան, inline, արի գնանք, ահա, բացենք, տենանք այդ էլեմենտը կա այդտեղ, արի տես, որ այդ սպանը, ուր էր, display-ը նանով, հեսա, տես display-ը նանով, բայց այդ էլեմենտը կա, ng-ի դեպքում այս էլեմենտը չէր գրելու, ճիշտ է, բացի են, որ կարող ենք ng style-ով սենց object-ի տեսքով ստանանք, մենք կարանք սա ուրիշ ձևել օգտագործենք, մենք կարանք ստեղ, անգուլարի մեջ մի անգամ, ասենք style, get color-ը օրինակ, հավասարա, item-ի, get value, color-ի դեպքում, նույնը, կարանք ասենք style, get display-ը, հավասարա, ու սրան տանք, եթե item-ի, այս կան, տանք ստեղ, կարամ ես սա ջնջեմ արդեն ստեղից, առանձին կարանք, style, get, color, Enda որ ng style ենք գրել, հեսա secret ճանաչի գրում, ջնջել եմ ng style, չէ, ng style ընդեր ենք գրել, որտեղ ընդեղ, import արած, ստեղ վերևը, ինքը ուղղակի ստեղ մեզ կասի, որ աղբեր չէ, հա, դիք չկա, ng style-ը ուրա,
Չես օգտագործում ինչ։ Ինչ որ այնտեղ որ դնում ես այդ խանութի պատը դի պատը չի բանանում Import անել, չէ։ Չէ, այստեղ ինչ է։ Արի գնանք տեսնենք։ Այս դեպքում գիտես ինչի համար չէ։ Որովհետև ինքը ինչ-որ գրադարանի մեջից չի վերցել։ Տեսնենք օրինակ tag-ի մեջ կարող ենք, չէ՞, գրենք style-ը հավասար ասենք, սովորական HTML ֆայլը։ Սովորական հա, style-ով Այստեղ գրել ադր մի քիչ փոքր է, ասում այս տուն style-ը ստել կարաս օգտագործես, քարաբուսի օգտագործես։ Բացի այդ, NG class-ը անցանք, չէ՞։ Հիշում եմ NG class։ Նույնը կլասների համար ստեղ կարող կան։ Այսինքն արի պատկերացնենք, որ այս display hidden-ը չենք դրել ստեղ։ Display-ն ան։ NG class-ով փորձենք անենք։ Նույնը կարամ, չէ՞, class սարքենք, NG class-ով ստուգենք, այդ class-ը ավելանա վրա։ Բացի կարանք ստեղ օրինակ սարքենք class get hidden sense եթե չեմ սխալվում, հեսա կստուգենք տեսնենք։ Հավասար է item-ի get hidden։ Արի գնանք մի հատ ստեղ տեսնենք ինչ կատարվում։ Ընտրում ենք նապրումեր սա ու կլիկ ենք անում վրան։ Տես, ավելացավ class hidden։ Հա? Սխմեցինք, մի անգամից ավելացավ class hidden։ Ճիշտ է։ Ու արդեն всё կարող ենք ստեղ ասենք որ դες ինչ կա։ Get hidden-ը visibility hidden։ display-ին անում չէ։ Կարող եմ display-ին անում։ Չէ, դա visibility։ Այս անելիությունն եմ կորցնում։ Տես display-ին անը, ինքը փաստացի հա կարող է էլեմենտի չի ջնջում։ Այսինքն տարածքով էլ թե չի խանգարում։ Իսկ visibility-ին որ փոխում ես, ուղղակի չես տեն, բայց ինքը տեղը պահել է։ Համինայ։ Նոր կողքից օբյեկտ է, որ նույն բան սարքել չի խանգարում։ Չէ, սա տես։ Ինչա կատարում։ Տենում ես կապը գծելը։ Հա։ Հիմա արի գնանք display-ին տանք։ Display-ին անտանք։ Display-ն էլեմենտը չի ջնջում, բայց էլեմենտի տեղն էլ չի զբաղացնում։ Նայ։ Կլիկ արեցինք, բացեցինք, գնանք դրանք ուր։ Տենում ես, չի տալիս տեղ, չի զբաղացրել։ Դիք այն որ մոդալը ջոկից ինչի հանում։ Որմի դու բանասանում անիչ ջնջելով էթում ես, կողքի էլեմենտի հետո կամ հասկանում առաջ է գալու։ Աչու ձախնում, խանգարում։ Որտեղ visibility-ով ես անում, ոչ մի տիպի բան չի փոխվում։ Visibility-ով էլ ինքը չի երևում։ Աչու ձախ չեն լինում։ Հա։ Բայց տեղն էլ չի բանանում։ Հասկանալի։ Ոնց որ մի 3 հատ էլեմենտներ դու սարքել ֆլեքսով կողքի ու մեջտեղը աչին սխմել, այն երկրորդը պետք է հասնել ձախ։ Աչ պետք է գա մեջտեղ նալով։ Ջնջելու բան։ Իսկ visibility-ով անել ավտոմատ նույն ձևի կմնա։ Պատկերացին չէ, ոնց կարանք նաև class ավելացնենք առանց ng class-ի։ Այս նույնը կարանք sense չէ անենք, ասենք ng class։ Այլ գնանք ng class-ը բերենք, import անենք։ Կամ ստեղ, ասենք ng class։ Ասում ng class-ը հավասար է։ Դες ոնց կարանք իրար տանք, ոնց ենք տալիս իշպես։ Մի բանը ոնց ձևով բաղուզով Կամ sense տա, ասեմ item get hidden, եթե հավասար է, եթե կա թողնի hidden, չէ թող ոչ բանը չէ։ Չէ, բլոկի կլասի համար ենք անում, թե Class եմ տվել։ Այս նույն class-ը ինչ որ վերևս ստվել եմ, դες sense չէ տվել։ Նույն բանն է։ Просто как парламент. Պատկերացրինք ոնց աշխատում։ Всё, для сегодня այսքանը հերիք է, այսքան բան անցանք ահագին։ Խնդրում եմ ուշադիր եղնել դասին, տնայինները ժամանակին անել ուղարկել։